Քրիստոս հարյավի մեռելոց Քրիստոս հարյավի մեռելոց Քրիստոս հարյավի մեռելոց Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն Զատկի տոնին Հիսուս Երուսաղեմում էր շատ հրաշքներ գործեց եւ շատ շատերը հավատացին նրան բայց Հիսուս ասում է անձնապես նրանց չէր վստահում որովհետեւ յուրաքանչյուր մարդու ճանաչում էր եւ այդ օրը երեկոյան նաեւ Նիկոդեմոս անունով մի նշանավոր փարիսեցի իշխանավոր որ հավատում էր Հիսուսին գիշերով եկավ նրա մոտ եւ ասաց Վարդապետ հավատում եմ որ դու Աստծո որդին ես որտեղ այն բոլոր հրաշքները գործերը որ դու կատարում ես ոչ ոք չէր կարող կատարել եթե Աստված նրա հետ չլիներ Հիսուս պատասխանում է ասելով եթե մեկը նորից չծնվի նա չի կարող Աստծո արքայությունը տեսնել այս մարդն էր զարմացած հարցնում ինչպես կարող է ծնված մարդը նորից ծնվել հնարավոր է արդյոք որ նա իր մոր որովայնը մտնի եւ ծնվի եւ Հիսուս պատասխանում է ասելով մարմնից ծնվածը մարմին է հոգուց ծնվածը հոգի այս կիրակի սիրելիներ մեր եկեղեցին կոչում է կանանչ կիրակի կամ աշխարհամատրան կիրակի որովհետեւ կանանչը ինչպես որ գարնան կյանքը ծաղկում է իր գեղեցկությունը բերում է նոր կյանք ենք տեսնում այնպես էլ Քրիստոսի հարության միջոցով մենք նոր կյանք ստացանք իբրև ծմեռնացած հոգիներ մեր հոգիների մեջ նորից գարուն եկավ անուշահոտեց մեղքի գերեզմանից դուրս գալով հարություն առնելով մենք նորից նոր մարդիկ դարձանք եւ այսօրվա այդ ընթերցումի մեջ այս պատգամն էր դրված ինչու Հիսուս չի հավատում մեզ ինչու չի վստահում մեզ ինչն է պատճառը տեսեք Հիսուս 3 տարի շարունակ բազում հրաշքներ գործեց նույնիսկ ննջեցյալ մարդկանց հարություն տվեց կաղերը տեսան կաղերը քայլեցին կույրերը տեսան խուլերը լսեցին անդամալույսները բժշկվեցին բայց մարդիկ այդպես էլ դարձ չունեցան եւ նորից երբ որ Երուսաղեմում հրաշքներ գործեց ասում այդ ժամանակ շատերը հավատացին Հիսուսին բայց Հիսուս ինքը անձնապես չէր վստահում մարդկանց որովհետեւ գիտեր յուրաքանչյուր մարդու երբ որ մեր կյանքի մեջ էլ բազում դժվարություններ կան խնդիրներ կան փորձություններ կան սիրելիներ պատճառներից մեկը այն է որ մեր կյանքի մեջ թերահավատ ենք Քրիստոսի հարության ավետիսը լսում ենք մենք բարձր ձայնով գոռում ենք որ Քրիստոս հարյավի մեռելոց բայց խորքում ենք անվստահություն ունենք հարության հանդեպ մենք մարդիկս միշտ էլ մեր նյութական մտածողությամբ կասկածում ենք մեռելների հարությանը արդյոք այդ հարությունը պիտի լինի թե չպիտի լինի իսկ երբ որ դու կասկած ունեցար ուրեմն նշանակում է Հիսուս էլ քո հանդեպ վստահություն չունի երբ որ դու Հիսուսին մոտենում ես կասկածանքով խնդրելով տեսնես կլինի կամ չի լինի ուրեմն Հիսուս քո հանդեպ վստահություն չունի եւ քո խնդրանքներն էլ չպիտի կատարվի երբ որ մեր կյանքում կան դժվարություններ փորձություններ անհանգստություններ մեր կյանքում ոչ մի բան չի ստացվում ուրեմն մենք ներսում պիտի տեսնենք ինչքան ենք մեր կյանքում ենք մեր կյանքը վստահել Քրիստոսին այդ վստահության մեր ամեն օր ապրում ենք երբ որ ամեն առավոտյան արթնանում ենք մենք ուրախ ենք որ Տերը մեզ արթնացրեց երբ որ ամեն անգամ պարկում ենք քնելու շնորհակալ ենք որ այսօրն էլ առանց փորձության առանց մեղքի անցկացրեցինք մենք շնորհակալ ենք որ մեր զավակը ուրախ է երջանիկ է մեր ընտանիքում խնդիրներ չկան մենք դրա համար շնորհակալ ենք բայց մոռանում ենք նաև սրտով եւ շուրթերով այդ ամեն արտահայտել մոռանում ենք ասել փառք քեզ Աստված ամեն ինչի համար փառք քեզ բայց երբ որ մի բան պատահում է մեր կյանքի մեջ առաջին բանը որ անում ենք ինչու Աստված թույլ տվեց մենք առաջինը մեղքը բարդում ենք Աստծո վրա կարծես թե Աստված պարտավորություն ունի ամենտեղ մեղքից մեզ հսկելու համար Աստված մեզ ասում է մի արա ամեն օր մեզ հիշեցնում է մի արա եթե Սուրբ Գիրքը կարդաք ծայրից ծայր այնտեղ 365 անգամ կհանդիպեք մի վախեցիր նույնքան անգամ էլ կհանդիպեք մի արա այս մեղքը մի գործիր մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, սուտ վկայություն մի տուր, ուրիշի ունեցվածքի վրա աշկ մի դիր։ Եթե այս ամենը կա քո մեջ,
եւ դու շարունակում ես այս մեղքերով ապրել, ուրեմն Տերը մեր հանդեպ վստահություն չունի։ Դա սարսափելի բան է։ Պատկերացրեք, որ դուք աշխատում եք որևէ տեղում, ձեր ղեկավարը ձեզ ամեն օր ստուգում է, կասկածում է։ Հիմա արդեն դարը զարգացել է, ամենտեղ տեսախցիկներ են դնում, հսկելու մեզ։ Ինչու՞, որովհետև չեն հավատում մեզ, որ մենք իբրև ճշմարիտ քրիստոնյա, այս պետության քաղաքացի, մենք կարող ենք չգողանալ, չխաբել, չկեղծել, երբ որ տեսախցիկը չկա, մեքենան ծուր տեղերով չվարենք, խախտումներ չանենք, չեն վստահում մեզ, որովհետև գիտեն, որ մենք մարդիկս հակված ենք մեղքը, շրջանցելու։ Ամեն ինչ փորձում ենք շրջանցել մեր կյանքի մեջ, անգամ երբ որ մեղքը գործում ենք, պիտի ապաշխարության ճանապարհ անցնենք, ուզում ենք, որ այդ ապաշխարությունը 1 րոպեանոց լինի, 5 րոպեանոց լինի, հանկարծ 1 շաբաթ, 1 տարի չտևի, որովհետև այդքանը մեզ համար հոգնեցուցիչ է։ Մենք պատրաստ ենք ժամերով հարսանյաց հանդեսին գնալ, թռվռալ, ապարել, ուրախանալ, բայց երբ որ գալիս է պատարակի ժամը, ասում ենք հոգնած ենք, գլուխս ցավում է, ժամանակ չունեմ, տան գործերը չեմ արել, եւ այսպես անդադար այդ անվստահությունը հայտնում ենք Աստծո հանդեպ։ Տերը մեզանից ինչ է պահանջում։ Ընդամենը 2 ժամ 7:24-ից, այսինքն շաբաթը 700 ունի եւ 24 ժամից ընդամենը 2-ն է պահանջում մեզ, դա էլ ոչ թե իր համար, այլ մեր հոգու փրկության համար, մեր առողջության համար, մեր հավիտենական կյանքի համար։ Եվ Նիկոդեմոսն էլ իշխանավոր լինելով, ինքը փարիսեցի լինելով, գալիս է Քրիստոսի մոտ ասելով հավատում եմ քեզ։ Հիսուս ասում է պետք է նորից ծնվի։ Հիմա Նիկոդեմոսի հարցը ինչու է ասում է, բայց ինչպես կարող է մեծ մարդը նորից ծնվել։ Հնարավոր է որ մեկը իր մոր փորը մտնի նորից ծնվի։ Հնարավոր չէ։ Նիկոդեմոսն էլ այդ մասին գիտեր, որ հնարավոր չէ։ Ուրեմն այս դեպքում ինչու է այս հարցը տալիս Նիկոդեմոսը։ Երբևէ մտածել եք, որովհետև Նիկոդեմոսն ասում է. Տեր, ես ինքս արդեն փարիսեցի եմ, 70 տարեկան եմ, հարուստ եմ, պաշտոններ ունեմ, մեծ հարգանք եմ վայելում, ինչպես կարող եմ այս ամենը մի կողմ թողնել եւ նոր կյանք սկսել քեզ համար։ Մենք էլ ենք այդպես ապրում։ Ինչու ենք մենք չենք հավատում, եկեղեցի չենք գնում, Սուրբ Գիրքը չենք կարդում, որովհետև որոշակի մեղքերից պիտի հրաժարվենք, որոշակի սխալներ, որ անում ենք, չպիտի անենք։ Օրինակ, մեր բերանը պիտի փակ պահենք, բայց մենք սիրում ենք բան բասել։ Մենք երբ որ զանգում ենք մեր սիրելիին որևէ բան հարցնելու, կես ժամ ուրիշի կյանքն ենք քննարկում, հետո ասում ենք՝ դե ասա, քեզանից ինչ կա, մի քիչ էլ քեզանից պատմիր։ Սա մեր կյանքն է, որովհետև մենք պիտի հրաժարվենք ուրիշի կյանքով ապրելուց։ Մենք օրվա մեջ ավելի շատ ուրիշի կյանքով ենք ապրում, ուրիշի մեղքերով ենք հետարքրված, քան մեր սեփական անձը քննելու եւ տեսնելու մենք ինչպես ենք ապրում եւ ինչի ենք մենք կոչված։ Եվ վերջում ասում է Հիսուս, երկրային բաներ եմ ասում, չես հասկանում, բայց երբ որ երկնայիններ ասեմ, ինչպես պիտի հասկանաք։ Այս պարզ խոսքի մեջ է մեր ամբողջ քրիստոնեական կյանքը, սիրելիներ։ Մեր կյանքի նպատակ այս աշխարհում ապրել եւ մեռնելը չէ։ Մենք չենք ծնվել մեռնելու համար։ Մենք չենք ծնվել եկել այս աշխարհ, որպեսզի չարչարվենք, հիվանդանանք, մեր տունը ծախենք, օտար երկիր գնանք, նոր կյանք սկսենք, հետո մեր զավակներից անհանգստությամբ ապրենք, հետո էլ հիվանդանանք ու մեռնենք։ Սա մեր կոչումը չէ այս աշխարհի մեջ։ Մենք կոչված ենք այս աշխարհը օգտագործել հավիտենական կյանքը ստանալու համար։ Դրա համար Հիսուս ասում է մամոնայից, այսինքն փողից ձեզ բարեկամներ ստեղծեք։ Ինչի համար։ Այս աշխարհը օգտագործեք երկինքը ձեզ համար ապահովելու նպատակով։ Սա է մեր կոչումը այս աշխարհի մեջ, եւ այս կանանչ կիրակի խորհրդի մեջ նոր կյանք սկսելու հրավերն է սա։ Հիմա եթե Հիսուս իմ հանդեպ վստահություն չունի, պատկերացնում եք, իմ պատուցած պատարակը ընդամենը պիտի լինի հաց եւ գինի, ոչ թե Քրիստոսի մարմին եւ այրուն։ Իմ աղոթքը զորություն չպիտի ունենա։ Իմ քահանա լինելը անարժեք պիտի լինի, եթե Հիսուս իմ հանդեպ վստահություն չունենա։ Մարդը, որ մտնում է եկեղեցի եւ ինքը մտածում է աշխարհի պես, աշխարհի համար եւ աշխարհով է ապրում, ինքը սխալ է մտել, այդ մուտքը չպիտի մտներ։ Երբ որ դու մտնում ես այստեղ, միայն քո ժամանակ ունես քո մեղքի վրա կենտրոնանալու, հասկանալու ինչ ունես եւ անցյալ օրն ասացի, որ ուխտագնացությունը մեկ նպատակ ունի՝ քո սիրտը բացել, սրտիդ մեջ եղած ավելորդությունները հանել տալ Տիրոջը, մաքրվել, սրբվել, նորից վերադառնալ տուն, իբրև նոր մարդ ապրելու համար։ Մենք ոչ մեկ չգիտենք վաղը մեզ ինչ է սպասվում։ Ես չգիտեմ առավոտյան կարթնանամ թե չէ։ Ես չգիտեմ այսօր երեկոն կհասցնեմ օրս ավարտել թե չէ։
Բայց այս ընթացքում ես պետք է պատրաստ լինեմ հրավերը ստանալու եւ իրեն տեսնելու։ Աստված ինձ եւ ձեզ եւ բոլորիս 1000 տարի է դրել այս կյանքի մեջ ապրելու, բայց ցավոք սրտի նույնիսկ Ադամը, մեր նախահայրը, այդ 1000 տարին չապրեց, որովհետեւ մեղքի պատճառով ինքն էլ իր կյանքը կրճատեց։ Երբ որ ասում ենք 1000 տարի, մենք զարմանում ենք մարդ ինչպես կարող էր, եթե մեղք չգործեր։ Մեղքի պատճառով մենք այսօր իջեցրել ենք Շեմը 70 տարի։ Դավիթ մարգարեն ասում է. Տեր, ինչքան եմ կորցրել իմ կյանքից, որպեսզի հասկանամ իմ կյանքի կորուստը, ինչքան մեղքի պատճառով կորցրեցի այս աշխարհի մեջ։ Ուրեմն մեր ամեն օրը, որ մենք ապրում ենք, մեր ամեն մեկ օրը կորուստ է, երբ որ դու չես օգտագործում։ Մեզ թվում է, թե մենք մեկ օր ավել ապրեցինք, այսօր ավելի երջանիկ եղանք, այսօր նոր բան ձեռք բերեցինք, հակառակը մենք այդ օրն էլ կորցրեցինք։ Մեր ամեն օրից մեկ օր պակասում է, հատկապես 40-ից 50-ից հետո տեսնում եք, որ ամեն ինչ որ անում ենք, այլևս մեզ ուրախություն չի պատճառում։ Մենք այդ նյութական արժեքներով այլևս չենք ուրախանում։ Հասկանում ենք, որ սրանք ընդամենը միջոցներ էին ապրելու համար, բայց ոչ երբեք նպատակ։ Ոչ երբեք նպատակ։ Եվ մենք պատրաստ ենք նաև մի ամբողջ կյանք հետ վերադարձնել, նորովի սկսել, որպեսզի այդ սխալները չգործենք մեր կյանքի մեջ։ Բայց նաև իմանալով հանդերձ մենք շարունակում ենք մնալ դրա մեջ։ Ինչու՞, որովհետև Հիսուս մեր հանդեպ անվստահություն ունի, մենք էլ այդ հավատքի հանդեպ կասկածանքով ենք։ Մեզ կոչում ենք քրիստոնյաներ, բայց մենք քրիստոնյայի արտաքին կողմն ենք պահում, ներսը քրիստոնյա չէ։ Մենք ներքին մարդու մասին շատ քիչ ենք անդրադառնում, մտածում, որ մենք Աստծուն հոգի ունենք տալու, ոչ թե մարմինը պիտի ներկայացնենք Աստծուն, մեր հոգին պիտի տանք իրեն։ Եվ այդ հոգին ինչ գեղեցկություն պիտի ունենա։ Երբևէ մտածել եք, որ մեր հոգին էլ է մրսում, որ ինքն էլ է լաց լինում, ինքն էլ է ցավավորում, ինքն էլ է տառապում մեզ համար, ուրիշ ոչ մի բանի։ Նշանավոր ֆրանսիացի գրող Վիկտոր Հուգոն ասում է, կան րոպեներ, պահեր, երբ մարմին ինչ դիրքում էր լինի, նրա հոգին ծնկաճոկ աղոթում է իր համար։ Ուրեմն մեր հոգին, երբ որ մենք պարկած ենք, քնած ենք, ճանապարհ ենք գնում, նստած ենք, ինքը մեզ համար ծնկաճոկ աղոթում է, որ իր մասին էլ մտածենք, խնդրում է մեզ, ինչպես այրի կնոջ առակի մեջ, ասում է, իմ դատը երբ պիտի տեսնես, ինքն իմ իրավունքը, հոգու իրավունքը դու երբ պիտի պաշտպանես։ Մարդ արարած, դու երբ պիտի հիշես, որ դու միայն ուտել խմելով չպիտի մեռնես, այլ հոգիդ պիտի ներկայացնես Աստծուն։ Կարող ենք ասել ժամանակ չենք ունեցել, չենք կարող ասել, չենք լսել, չենք իմացել, փառք Աստծո, այսօր գիտությունը բոլոր միջոցները տվել է աշխարհի որ անկյուն լինենք, համացանցը միացնենք, մենք պատգամը լսենք, խոսենք, կարդանք, իմանանք, բայց մենք ավելի շատ շորթերն ենք YouTube-ի այսպես թերթում, Instagram-ի մեջ ենք ավելի շատ մեր նկարները նայում, տեսնենք ով քանի հավանում է դրել, քան լսենք Աստծո խոսքը, որ այսօր մեղք գործեցիր, սուտ խոսեցիր, կեղծեցիր, խաբեցիր, այս ամենը թող, որպեսզի հոգուդ մեջ գարուն լինի։ Եվ ինչպես Ներսես շնորհալի հայրապետն իր շարականի մեջ ասում, սեր անուն Հիսուս, քո սիրով ճմլիր իմ քարեղեն սիրտը։ Մեր քարացած, ձմեռնացած այդ սիրտը պետք է բացվի Աստծո առաջ։ Բացվեցիր, Տերը քեզ անուշահոտություն կտա, բացվեցիր, Տերը քեզ կընդունի, եթե ոչ, պիտի ասի կներեք, ես ձեզ չեմ ճանաչում։ Դուք իմ անունը օգտագործեցիք ձեր մեղքերն արդարացնելու համար, իմ անունը օգտագործեցիք ուրիշների մոտ գեղեցիկ երևալու համար, ձեր գեղեցիկ խաչերը գցեցիք ձեր պարանոցներին, բայց երբեք այդ խաչի զորությունից չօգտվեցիք։ Սուրբ Գիրքը արագ ձեր տանը դրեցիք իբրև զարդ, բայց երբեք չբացեցիք, տեսնեք ես ինչ նամակ եմ ուղարկել ձեզ եւ ինչ խնդրանք ունեմ ձեզ։ Խաչը ձեր տանը կախեցիք, բայց երբեք ինչ չնայեցիք, ինչ չտեսաք այդ խաչի վրա, թե ինչ գին եմ վճարել ձեր փրկության համար։ Այս հարության խորհուրդը, որ ամեն կիրակին իր յուրահատուկ անուն ունի, հաջորդը պիտի լինի կարմիր կիրակին, սիրելիներ։ Նպատակը մեկն է՝ հանգրվան առ հանգրվան մոտենալու մեր հոգու փրկչին, մեր արարչին, որպեսզի Հիսուս գա եւ բնակվի մեր մեջ։ Երբ որ մենք էլ ամեն անգամ ասենք Քրիստոս հարյավի մեռելոց, դա միայն շուրթերից դուրս եկած բառեր չլինեն, այլ մեր հոգու ավետիսը լինի, մեր հոգու ուրախություն լինի, որ մենք ուրախ ենք Տեր, որ դու մեր հոգու համար խաչվեցիր, թաղվեցիր ու հարություն արար։ Թող Տեր օրհնի բոլորիս, իր խաղաղության սիրո մեջ պահի, որպեսզի մենք իբրև քրիստոնյաներ երբեք ամոթով չմնանք։ Մեր ամեն օրվա մեջ, թեկուզ 1 րոպե տրամադրենք Հիսուսին, ասելու Տեր, արի եւ մաքրիր ինձ իմ բոլոր մեղքերից։ Քրիստոս հարյավի մեռելոց
թող Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու շնորհները եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջույնը ամենքիս հետ լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն